Բարև ձեզ, սիրելիներ, այսօր ուրախ եմ ինձ հետ մի գտնվի հենց այն քաղաքական ուժը, որ գուզեի, որ անպայման ներկայալար այս տեսակ հարցազրույցներու։ Դուք 10-րդ հյուրն եք, ցեզ մե 9 հոգի ասկերա չհրավիրեցի, Տրամփ Զելենսկի ամեն մարդու քննադատական է։ Ինձ համար շատ կարևոր որ լսեմ ասկային ժողովրդական բևերի տեսակետը, ինձ հետ է ասկային ժողովրդական բևերի խորհրդի անդամ բարոն Եղիշե Պետրոսյան։ Բայրկուն ձեզ, ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ եմ, Պետր ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք, բարոն Եղիշե, Տրամփ Զելենսկի ինչու պատահեցավ, ինչ պատահեցավ եւ ինչ է հետևանքներ, խնդրեմ։ Ես պիտի ասեմ իմ գնահատականը, իմ պատկերացումները, եթե հիշում եք, Տրամփը ուզում էր չեղարկել հանդիպումը։ Այսինքն նա իմանալով, որ Զելենսկին պահանջելու է ապահովություն, հա, անվտանգության երաշխիք, նա կարծես թե փորձեց հրաժարվել հանդիպումից, քանի որ նրան հետաքրքրում էր միայն ինչպես ինքն է ասում իր դիլը, հա, Բիզնեսմեն։ Այո, եւ քանի որ Մակրոնը միջամտեց եւ համոզեց Տրամփին ընդունելու, այսինքն ամերիկյան կողմը գիտեր, որ սա Զելենսկին պահանջելու է երաշխիքներ։ Զելենսկին գիտեր, որ նրանք չեն ուզում այդ երաշխիքները տալ։ Բայց եւ այնպես հանդիպումը կայացավ։ Եվ այստեղ կարծիք կա, որ դա շոու էր, եսի մեզ երեն էր, շոու չէր, դա իրական պատկերներ տրամպական քաղաքականության և Ուկրաինայի ներկա դրության, հա, այստեղ Ուկրաինայի ճիչն էր, քանի որ մենք գիտենք, որ 94 թվականին ԱՄՆ-ն, Անգլիան, Ռուսաստանը, հետո նաև նրանց միացան Ֆրանսիան և Չինաստանը, Ուկրաինային տվեցին երաշխիքներ, որ նա եթե միջուկային զենքերը հանձնի Ռուսաստանին, այս բոլորը երաշխավորում են իր անվտանգությունը, անձեռնամխելիությունը և այլն և այլն։ Ու անցնում են տարիներ, հիմա այդ երաշխիքներ տվող գլխավոր պետությունը փորձում է երաշխիք չտա եւ կարծես թե մեղադրում է դժող կողմին։ Մենք այդպես բացերի բաց մեղադրում էր։ It is much change։ Ձեր վերաբերունք պետք է նախ փոխվի սա բացենի բաց Զելենսկին։ Այսինքն դա նշանակում է իմ գնահատականում դա նշանակում է որ աշխարհի այն դրվածքը որ կար, որից մարդիկ զգուշանում էին, որպեսզի չխախտեն այս բաները, դրա այդ հաշվի էին նստում։ Եսի նկատի ունեմ այն բարոյական արժե համակարգը, այն միջպետական շփումների համակարգը, որ դրված էր ՄԱԿ-ի կանոնակարգում եւ որը կարծես թե աշխարհի հենց հիմնական դատավորն էր, հա, որը պետք է հետևեր մարդու իրավունքներին, ազգերի իրավունքներին, չգիտեմ, պետական հազար մի տեսակ բաներ, լավ, այդքան բան չթվարկեմ, բայց սա գարանտ էր եւ մեր նման փոքրիկ պետությունների հույսը հենց այդպիսի կարգ ու կանոնին էր ուղղված։ Մենք էլ հավատում ենք, որ աշխարհը թույլ չի տա, որպեսզի այսպեսի բան հարցակում լինի, աշխարհը թույլ չի տա, որ սովամահ լինեն, 10 ամիս բլոկադայի մեջ էր։ Այսինքն այս կրիզիսը սկսել էր շատ ավելի վաղ։ Դու Արցախը բարոն Եղիշե գնել եք 10 Այո։ Հենց հիմա էլ Սիրիան ի նկատի ունեմ։ Այսինքն այն կարգ ու կանոնը, այն դրվածքը, արժե համակարգը, բարոյական եւ օրենսդրական եւ իրավական, որ դրված էր ՄԱԿ-ի ստանդարտների մեջ եւ որը թելադրվում էր բոլորին, հա, չէ որ ՄԱԿ-ի համաձայնություն պետք է լիներ, որ լինեին խաղաղապահ ուժեր այստեղ, այնտեղ, այսինքն ամեն ինչ կատարվում էր ՄԱԿ-ի համաձայնությամբ, բայց մենք ականատես եղանք, որ այս ամեն ինչը սկսեց փլուզվել, ոչ թե հենց հիմա, այլ սկսեց փլուզվել
դրանից առաջ, երբ որ ես մեր մասին ասեմ, Տրամպը դեռ իշխանության գլուխ էր, երբ Արցախյան երկրորդ պատերազմը եղավ։ Այսինքն ես հիմա կարող եմ պնդել, իրավունք ունեմ այդ պնդումը անելու, որ Տրամպն էլ գիտեր, որ հարձակումը լինելու Արցախի վրա։ Այսինքն կարամ ենթադրեմ, որ Թուրքիան համոզել էր Տրամպի, որ մի քիչ sense բան կանենք մի քանի ժամով, քանի որ հիմա Տրամպի ասած խոսքերը, նրա տրամաբանությունը Կանադայի վերաբերյալ, Մեքսիկայի վերաբերյալ, հա, Գրենլանդիայի վերաբերյալ, այս ամեն ինչը շատ իրար համընկնում են, սազում են։ Եվ այս այդտեղից դրվեց սկիզբը, դրանից ոգևորված Ռուսաստանը տեսավ, որ սա կարելի է բանալ, Ռուսաստանը ոգևորված անցավ հարձակման Ուկրաինայի վրա ու այնտեղ Իսրայել, Համաս եւ այլ, այսինքն մենք դու այդ բառը չգիտես, ես էլ հայերեն այդ բառը դժվարանում եմ ասել, որովհետեւ ինքը ռուսերենն է շատ լավ ստացվում։ Սկսվեց համաշխարհային բեսպրեդել, այսինքն ամբարտավանություն, հա, համաշխարհային ինչպես Հանտկնությունը սկսեց։ Կարելի է այդպես ասել, եւ արդեն այն արժեհամակարգը, որի հետ մենք հույսեր ենք կապում, ոչ ուժեղներս, հա, ազգերը, որոնք ինքնորոշման խնդիր ունեն, ազգերը, որոնք օկուպացիայի տակ են եւ այլն, այս ամեն ինչը գնաց դեպի փլուզում եւ ցավոք սրտի մեր պետությունը, մեր Հայաստան պետությունը, մեր սրբությունը շատ խիստ վտանգված է, քանի որ ունենք իշխանություններ, որոնք այս ամեն ինչին ոչ միայն անպատրաստ են ու անհաղորդ, ես կասեի նաև մասնակից են դավադրությանը։ Ես այս քաղաքականությունը գնահատում եմ այսպես, որ նրանք մասնակից են հայկական պետականության եւ հայ ազգի դեմ մղվող այս հիբրիդային պատերազմին։ Այնպես որ դա սпасելի էր, որ Զելենսկին գիտեր, որ իրեն փորձելու են կոտրեն, հա, նայել որպես կրվող երկիր, որը 3 տարի կարծրացել է պատերազմի մեջ, հա, նայել պետք է իր երկրի շահերը պահեր, ես ողջունում եմ Զելենսկուն, իսկ Տրամպի եւ Վենսի պահվածքը ես գնահատեմ որպես ամբարտավան պահվածք։ Շատ ամբարտավան էր, ասելիք չի։ Ամբարտավան պահված, շատ ցինիկ պահվածք, որը շատ մեծ մեսեջ էր ամբողջ աշխարհին, որ ձեր գլխի ճարը դուք պետք է պարտավոր եք տեսնեք։ Ու այստեղ ես նորից գալիս եմ Հայաստան, տեսնում եմ, որ մեր գլխի ճարը տեսնելու ոչ ցանկություն կա, ոչ գիտակցում կա, եւ ոչ էլ ընկալում, որ պետքա ինչ-որ մի բան անել, որովհետեւ այս ալիքը դեռ շատ բաներ է քարուքանդ անելու։ Եվ ահավասիկ Սիրիայում արդեն սկսվեց ցեղասպանական գործողություններ։ Էլի պետք է ասեմ, ում թույլտվությամբ մեր պարոն Տրամպի, որը կարծես թե սիրում է իր նման ամբարտավան առաջնորդների, ոնց որ Պուտինն է, ոնց որ, չգիտեմ, Էրդողանն է, ես եմ գնահատականը։ Եվ ապրի Ֆրանսիան, որ վերցրեց առաջնորդի դրոշակը, եւ փորձում է ձևավորել եվրոպական ուժ, որը լավ անց հանգիստ քնած էր, քանի դեռ ամերիկան կառավարում էր ՆԱՏՕ-ն, իր բազաները այնտեղ էին, իր զինվորները այնտեղ էին, այսինքն նրանք արդեն արթնացան եւ իրենց գլխի ճարը պետք է տեսնեն։ Մենք էլ նրանց թվում։ Ախկանաստին Հայաստանի իհարկե բոլորս այս վտանգը կզգանք, բոլորս շատ մտահոգ ենք։ Այսինքն նախ վերադառնանք միջազգային դաշտ։ Այսօր եթե 60 տարի հետո վերտանք, մի հատ հաշվենք Ճապոնիա, Իտալիա եւ Գերմանիա աշխարհի 150 ուժն են փաստորեն 6 տարի արավորած 3 երկրներում այսինքն կոտրեն։
իրենց հետ կա այսօր Արևելյան Եվրոպան, իրենց հետ կա մանավանդ Բրիտանիան, իրենց հետ կա նաև Ֆրանսան, Իսպանիան, Ավստրալիան, Կանադան, այսինքն շատ լայն զինակցություն կա եւ գարձեմ դե Թրամփին ասկեցված կի եվրոպական ո՞ր մեկ երկիր չի ողջունես ի պատճառի դերևս Հունգարիային սակայն այստեղ ունենք մենք հսկա Եվրոպամը իրեն միացած Ճապոնիան ինչպես էսի Ավստրալիան, Կանադան եւ այլն արդյոք եթե հասկացավ որ եղում կունիս գլուխները եւ իր գլխուն ջարին միդնայի կարող է Եվրոպան իր այսինքն զարտնի եւ համասերությունը վերականգնել Ռուսաստանի հետ, որովհետև այսօր հստակ է, որ Եվրոպայի մեջ խոսքը շատ ուժեղ է, Լեհաստանը օրինակ համար 400,000 զինված կսպասի եւ Ռուսաստանը, որ այսօր ուժասպար է, հավանաբար մի քանի տարի հետ ինձի պիտի գտնե, գսվի, որ իր աչքերը ուղղած է դեպի Բալտիկ, դեպի Լեհաստան, դեպի Արևելյան Եվրոպա, կոնե մինչև Վարսոյի փակտը ընդարձակելու, այսինքն իմպերիալիստական Ռուսաստանի երազները այսօր գերականան եւ ինքը հաղթական գսկա Տեսեք, Ռուսաստանը նենց կիսա հոգեվարքային վիճակում է, որովհետև մենք լավ գիտենք, ինչքան է ցույց տան, որ ամեն ինչ շատ լավ է, տնտեսությունը ահա որ վնասներ է կրում եւ մեծ նահանջ ունի։ Սա Տրամփի այս պահվածքը կարծում եմ Ռուսաստանին փրկելու նպատակ ունի։ Չեմ կարող ասել ինչ պատճառով։ Չեմ կարող ասել, որովհետեւ դա հետո կերևա։ Բայց որ այս միտվածա դրան, այսինքն մեղադրել Ուկրաինային, որ պատերազմը հրահրել, ինքն համարյա թե հարձակվել է խեղճ Ռուսաստանի վրա եւ բանը Զելենսկին դիկտատոր է, մոռանալով որ Հագայի դատարանը Ռուսաստանի նախագահին է ճանաչել որպես պատերազմական հանցագործ։ Այսինքն, այստեղ զավեշտալի մի իրավիճակի ենք հիմա մենք բախվում եւ հույսը նա է, որ այն երկրները, հենց Կանադան էլ նրանց թվում, իհարկե, Ճապոնիան, այդ երկրները ուժ կգտնեն եւ այդ ուժը ունեն, նրանք այդ բոլորը միասին Ամերիկայից ավելարժեն միանշանակ, թե բնակչությամբ, թե արդեն տնտեսությամբ, երբ որ բոլորը միասին են, հա, այնպես որ մեր հույսը պետք է լինի դա, որ նրանց միջոցով կհաստատվի համաշխարհային կարգ ու կանոնը, բայց դա մի քիչ երկար process է, երկար կտևի, եւ ես անհանգիստ եմ, որ այս իշխանությամբ մենք ոտատակ չգնանք Ես այդ անհանգստությունը ունեմ։ Աշխարհն աշխարհով, բայց մենք ունենք մեր լուրջ խնդրեմը։ Պարոն Երիշե Պետրոսյան, կնահատելի ես կնկատեմ վերջերս, որ աչը իտեսեն կամ ասկային ուժերը կամ միացում, միդի վերտանան ներքին ճակատ, հաստատ օրգումենտեք, որ ներքին ճակատի մասին խոսիկ եւ բնական է, որտեղ վերջում մենք ինչպես ամեն աշխարհը ամեն մեկը իր յուղոբի դապկվի իրավիճակի, ամեն մարդի խուն ջարի նայելու, մեզ համար իհարկե առաջնահերթը Հայաստանն է։ Անիկա սերի չի գա։ Այսօր սակայն ընդդիմությունները նախ չմիացան, մեծ անջեր պետք է այսօր ընդդիմությունները դասնյակ տեսակներ են, մեկը ավելի եթե դուք 10-րդ հարցազրույցի հյուրն է ինչպես էսի, եթե այսօր պարտադենք 50-100 մի մասը փուրն պաշտպանում է ռուսական տեսակետը, մի մասը արմենիան տեսակետը օրնագի համար։ Հայտնի որ Հայաստանի մեջ նույնիսկ ընդդիմությունը յարմե շատ հերու է։ Ողջունեմ որ դուք օրնագի համար IM-ի հետ միասին ասկային ժողովրդական բևերը միացալ ցույցեր կփորձեն, սակայն այսօր ոչ թե միայն աչը կամ ասկային ուժերը կամ IM-ի եւ բևեր, ամբողջ Հայաստանի քաղաքական դաշտը այսօր պիտի ընդունենք որ գատվածահար է, անշարժված է, ժողովուրդն չի խառնվի։ Քաղաքական դաշտ համարյա թե չունենք։ Այս վիճակի մեջ ինչպես է որ մենք պիտի փորձենք նախ ընդարձակել օրինակ համար բևերը ես կողջունեմ որ կփորձեն ընդարձակվել եւ ուրիշների հետ միասին լեզու գտնել քանի անգամ համախմբին գոչեր ուղեց որ շատ ողջունելի է նույնիսկ Բակացը բաժարի որ միացավ շատերը կանադային եթե գիշեք ես առաջին լուսի որ այո ճիշտ է այդպես է ես այդ գալին գողջունեմ ինչպես պիտի լավ որ նախ քաղաքական դաշտը վերակենդանանա այսինքն մանավանդ որ եթե աչը ասենք Resursներ չունի, չկա իրավը տրամական ուժեր, չկա օլիգարխներ, չկա հաստատություններ, ունիք դուք գեղեցիկ քաղաքապար, ինչպես է որ այդ քաղաքապարը ժողովրդին պիտի կրավի։ Մինչև հիմա դժբախտաբար
Չի հաջողեցավ։ Ես մի քիչ երկար պատասխանեմ այս հարցին, Այո, որովհետև այո, շատ համեցեք։ Հարցումս շատ երկան ծավալ է, հարց է բնականաբար։ սա։ Չգիտեմ, ինչքանով դուք տեղեկացված եք, որ համազգային միասնության գաղափարին լծված ազգային ժողովրդավարական բևեռը հանձնարարել էր ինձ եւ Գարեգին Չուքազյանին մեր որոշումով, հա, որ մենք պետք է տանենք բանակցություններ մնացյալ մեզ համար թվացյալ, հա, ազգային կամ գոնե Ընդդիմադիրս ենք։ ընդդիմադիր, այո, ընդդիմադիր ուժերի հետ այս համախումբը կազմելու գաղափարի շուրջ, որի արմատը հետևյալն էր. այս իշխանության հերացում, ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում եւ հետո նոր ընտրություններ։ Ասեմ, որ այնքան պատրվակներ եղավ մերժելու զավեշտալի մեկին այս ինչ է դուր չի գալիս, մյուսին այն ինչ է դուր չի գալիս, մեկը ասում է, որ միայն ընտրություններով պետք է լինի, ասում են, բայց հույս ունեք, որ ընտրություններով մինչև վերջ այս երկիրը մեր երկիրը կդիմանա, չէ որ մենք ամեն օր նահանջ ենք ունենում Այո։ մեր դիրքերի, մեր այսպես ասած ոտի տակ հողի ամրության, հա, շատ հիասթափեցնող է այդ մարդկանց մոտեցումը։ Ինչ վերաբերում է դիմադիր դաշտին, ես այսպես եմ զատում իրանց։ Կան ուժեր, որոնք Ռուսաստանից զատ ոչինչ չեն պատկերացնում։ Դա պարլամենտական ընդդիմությունն է ամբողջությամբ եւ նրանց սպասարկող զանազան մեդիաներ ու շատ են նրանք, կարող եմ ասել երկրորդ եւ երրորդ նախագահի բոլոր մեդիա ռեսուրսները ծառայում են նրան, որ լսում ես իրենց լուրեր եւ այլն, ոնց որ Ռուսաստանի լուրեր լինի։ Մյուս մասը տեղ գալիս է արդեն YouTube-յան ալիքներ, այո, արևմտամետ ձևացող, բայց սպասարկում են մեր իշխանությունների թուրքամետ գիծը, այսինքն դա էլ եվրոպական գիծ չի։ Թվում է թե Եվրոպեն Նկատի ունենք արտախորհրդային ուժերը։ Այո, դե խորհրդարանական ասեցի։ Այո։ Խորհրդարանում կա երկու ուժ, մի ուժը պրոթուրքական ուժ է, իշխանությունները նկատի ունեն, որովհետև ուրիշ կերպ չեմ կարող անունները տալ, որովհետև սպասարկում են բացարձակապես թուրք-ադրբեջանական բաները, շահերը։ Եվ նրանց ընդդիմությունը դա ռուսական։ Այսինքն մենք էլի մեր ամբողջ պարլամենտով, մեր ամբողջ իշխանությամբ էլի մեր մոտ ռուս-թուրքական խաղն է։ Դուրս գանք խորհրդարանից դուրս, արտախորհրդարանական ուժեր, որոնք ձեռք սեղմեցին Փաշինյանի ձեռքը սեղմեցին եւ նրա հետ ունեցան բազում հանդիպումներ եւ այլն եւ մինչեւ հիմա բացարձակապես սպասարկում են իշխանական գիծը, էլի պրոթուրքական գիծը, բայց իշխանավետություն են իրենք որակող գործողական ընդդիմություն, սակայն իրենք պաստորեն իշխանության հետևորդ եւ զինակիստ են։ Այո, նրանք զինակիստ են։ Եվ անշուշտ կա պայմանավորվածություն գնալ դեպի ընտրություններ, հա, գնալ դեպի ընտրություններ եւ սրանով ապահովել դիմություն ընդդիմություն իրավիճակը բոլորն էլ նույն հարթակի սպասարկողներ, նույն գաղափարի իբր թե խաղաղության, բայց մենք հասկանում ենք, որ սենց խաղաղություն չի կարող լինել, երբ որ ամեն օր ինչ որ մի հատ Հաջիև մի հատ մատա թափ տալիս, ինչ որ մի հատ օգնական, Ալիևի օգնական, մի հատ մատա թափ տալիս, հաթաթայա տալիս մեզ ազգովի եւ մեր իշխանությունը նրան սպասարկող արտախորհրդարանական ընդդիմությունը նետվում են այդ ամեն ինչը ապահովելուն։
Սահմանադրությունից սկսած, հա, ամեն օր նոր ինչ որ բաներ եւ մենք ազգովի այս ամոթալի վիճակում այս ոնց ասեմ սրտնեղված կոտրված վիճակում մենք իրար միս ենք ուտում այսինքն ինչ է ստացվում մենք ամբողջ ազգը եռում է բայց ունենք իշխանություն ունենք թշնամի եւ ունենք այս ամեն ինչը սпасարկող արտախորհրդարանական ընդդիմություն, որ մեզ ամեն ինչում փորձում է sense փափուկ բարձ դնել մեր գլխի տակ, որ մենք ոչինչ չձեռնարկենք, հանգարց ռևանշի մասին խոսք չլինի, այս ինչ եք ասում, դուք պատերազմ եք հրահրում, այնիշ անկախ մեր ասածից պատերազմ էլ եղավ, այն շարունակվում էլ է, մինչև հիմա էլ անընդհատ դուք նահանջի մեջ եք Մենք ոնց կարող ենք պատերազմ հրահրել։ Մենք որ լինենք, այս պատերազմը կարող է չլիներ։ Ընդհանրապես չլիներ այս պատերազմը, որովհետև վաղուց մենք եւ ինձանից առաջ շատ խելացի մարդիկ արի հիշենք 15 թվականին, երբ որ հիմնադիր խորհրդարանը գնում էր Արցախ 100-ամյակն առանց ռեժիմի ծրագրով հիշում ես, որ Բերձորում կասեցրեցին, ջարդեցին մեքենաները, մարդկանց ծեծեցին, չթողեցին մտնել Արցախ, այնինչ մարդիկ գնում էին ահազանգելու եւ մինչեւ էտել էին ահազանգում 11 թվականից սկսած ահազանգում էին, որ սենց դավեր են նյութվում մեր դեմ, Աբխազացում է սպասում, էս կլնի, բայց մարդիկ գիտակցում, հաշվարկում ասում են, նրանց ձայնը տեղ չի հասնում, ու ամեն կանխատեսում հերթով իրականանում է, ամեն կանխատեսում հերթով իրականանում, հիմա էլ ասում ենք, նայեք Սիրիան, այս բանի մեջ, այս անօրինության, ամբարտավանության աշխարհում, մեզ պաշտպանող չի լինի, միայն մենք կարող ենք Գոնե այս ցունամին, որը գալիս է, գոնե այս ցունամին դիմակայենք, հետո նոր բան անենք, բայց դիմակայելու համար պետք է ազգային գլուխ լինի մեր իշխանությանը, որովհետև այդ գլուխը կտրում են, հասկանում եք, դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած, չգիտեմ, անուններից, Արարատից, այնքան բան կա, Այս ուժեղ նահանջը, որ մենք հիմա ապրում ենք ազգովի, սա մեծ մեղք է մեր համար, մեծ մեղք է, մենք ազգովի մեղսակից ենք այս ամեն ինչին, որ չենք կանգնացնում, չենք էլ գիտակցում, այսօր ես մի երիտասարդի հետ էի զրուցում, 40 տարեկան, ասում է, այ ժողովուրդը բոլորը շատ բորբոքված է, սպասում են, որ մեկը հայտնվի, հավատան իրան, հետևից գնան, ասում եմ դուք բոլորին գիտեք, ով կա դաշտում, բոլորի ասածներին տեղյակ եք, բա չէ, բա ոնց եք դուք այդ մեկին սպասում, փնտրում եք այդ մեկին, շահագրգիռ եք գտնելու, ուղղակի այդպիսի խոսույթով դուք ձեզանից վանում եք ձեր պատասխանատվությունը, այսինքն ոչ մեկին չենք վստահում, վերջ ասեց, ինքը իր վրա այս պատասխանատվությունը գցեց, ինքը բաներ, այսպես ասած, իր ծանրակշիռ խոսքը ասեց, գնացեք, ով ուզում է ինչը, մեկը չկա, ես անի, մեկը, չհասկացանք, այդ որ այդ բաները ասում եք, դուք Սասնա ծռերին տեր կանգնում եք, այն տղաներին, որ բանտում են, նրանց ընտանիքներին տիրություն անում եք, հա, այդ ամեն ինչից խաբար եք, տեղյակ եք, այն ինչ որ ենթադրենք անում է ազգային ժողովրդավարական բևերը, այն հանդիպումները, որ ունենում է, այն հարցերը, որ բարձրացնում է, այն որ անգամ այս պահին, երբ որ ոչ մի հույսել կարծես թե չկա, որ կարելի է այս ազգին համախմբել, էլի մենք այդ աշխատանքը փորձում ենք անենք, Սրբազանին մեր աջակցությունը ինչ էր, Սրբազանը ի սկզբանե միայն ազգային թեմայով էր խոսում, ոչ մի աշխարհաքաղաքական կողմնորոշում չկար, կողքերը չկային են մարդիկ,
որոնց մասին մենք ենթադրում ենք, որ կարող են լինել նրա կողքին, նայելով մեդիաների ակտիվությունը եւ այլն եւ այլն։ Բայց մենք Ստագեր որ ամեն հուստը բարոն Երիշևը դրոսան գներեք այսինքն ես համամիտ եի քայլին մինչև իմ համամիտ ես նույնիսկ ավելի նսեմ առաջին անգամ որ ես փևերին շարժում եմ դուրս գալու համամիտ չեմ սակայն արդեն շարժումը մարած էր այսինքն անիմաստ էր մնալ կամ չմնալ արդեն իրեն մարեց սակայն նույնիսկ օրակարգը չի փոխեց ինքը չէր կարող չմարել, որովհետև մեր շատ է որևէ մանկական սխալները որ արդեն ինքը եկող այո, մեր կանխատեսումները, որ պետք չի աշխարհաքաղաքական կողմնորոշումներ լինի, որ զուտ ազգային հարց ենք լուծում, մանավանդ նախկինների, հա, այն հին նախկինների, որովհետև սրանք էլ են արդեն նախկիններ, հին նախկինների ասված պերանետս է որ իրեն նախկին, բայց մինչև ներկա են, խնդիրանը որ այօրվա իշխանությունը մինչև ներկա է, բայց հստակ է որ մեդիաներուն ասոցիացիոնը բայր, հսկա ես կարող եմ ասել Հայաստան դաշինքի է բադիվների մեդիան եթե համեմատենք իշխանության մեդիային հետ Ալավելի ուժեղ մեդիա ուները դպակացր բազար։ Բայց ես ես 100% համաձայն եմ որ մեջ մնան։ Սակայն իմ գարժիկովս գներեք իմ գարժիկովս պակացր բազանը շարժում մերթուց երկրորդ միտինգին եւ պոլիտիկա հայդարարեց վարշավոջան տեխնատություն եւ սկսա պոպուլիզմի ամբողջավարությունը արդեն շարժումը մերավ։ Այսինքն ես ուզեի հոդված մկրել, ասինի մադենը չէ, պիտի գրեի պակացր բազան հանկից եւ որ ինքը հայդարարեց որ ես եմ տեխնատություն վարշավետության Ես եւ շատերը հիշեցին 2018-ին Վարդապետ Փաշինյանի պոպուլիզմը։ Իմ գարժիկոս այդօրը մերավ շատ սխալները մանկական էին, ինչ որ հիմա մենք շատ յետև կացին։ Սակայն այսօր բարոն Երիշե, նախ օրինակի համար ասկային տաշտը, ասկային ժողովրդական բևերը, այմը եւ իր զինագիստները, մանավանդ որ մի քիչ այսօր գարձեմ դարակարդություններ կան։ Ինչպես է որ այդ տաշտը մի վերա Գազմովի 2021-ին ես հիշում եմ ասկային ժողովրդական բևերը Երևանը գցնցեր 5000 անդամով էր եւ վելքի մեջ էր գներեք այսինքն սակայն այսօր այդ մոմենտումով վաղուց կորսված է ինչ քայլեր գցեն արգե բևերը դեպի ներքին որովհետեւ ինք ունի շատ արժեքավոր երասարտներ որ բանոն պետք է բևերի մեջ լան եւ այսօր այդտեղը չեն բավականին գիտես ես կարծում եմ որ մեր համակիրները շատ են բայց քանի որ մեր դեմ աշխատում է եւ նախկինը եւ ներկան եւ ոստիկանություն եւ KGB այս բոլորը աշխատում են առանձնացված ազգային ժողովրդավարական բևերի դեմ որովհետեւ սա միակ ես հիմա կարող եմ շատ վստահ ասել կան իհարկե անհատ մարդիկ կան, որոնց իհարկե ես մեծ հարգանքով եմ վերաբերում, բայց սա միակ քաղաքական ուժն է, ազգային ուժն է, որը շահագրգռված է զուտ ազգային խնդիրներով եւ անում է իր ձեռքից հնարավորն ու անհնարը, որպեսզի հաջողի էս գործում։ Եվ մենք չենք ուզում դափնիները մենակ մեզ վերագրենք մենք ուզում ենք համագործակցենք որպեսզի գործը գլուխ բերենք բայց ցանկացած տեղ մեզ մատնանշում են ասում են եթե ժողովուրդը դժգոհ է բա ինչի մենք չենք տեսնում նրանց դժգոհությունը փողոցներում այստեղ ես մեղադրում եմ Սրբազանին որ 50-60 հազար մարդ հավաքված այս այն ռեսուրսներ որը պետք էր այո այս ամեն ինչը մսխել ուղարկել տներով Սա մեծ ես կասեմ հանցանք էր Ես համաձայն եմ չէ՞ բակացր բազարին բահով ես համաձայն եմ որ ինքը այսինքն սխալները մանկական էին օրինակի համար ասել որ հիմա ցմերը չէ հիմա ամառը ցմեր թող կա այսպեսի վերջը եկեղեցի մեջ այդպես վերածել ֆոլկլորի Ֆրանկ Սինատրան երկել ֆուտբոլ խաղալ սպագեցնեն հանդարտ վիճակով ուղղակի ապշեցուցիչ էր այսինքն գարդես ինքը շատ հանգիստ իրավիճակի մեջ էր բակացր բազարը երբ որ քյուրերը հանձնվեցան եւ մենք ավելի անգամ եւս ուրախ մտնոլորտով սպառվեցանք ես շատ ուրախ էի գետա այսօր բանա եկեղեցի երկեր գլսեի լավ մտնոլորտ էր սակայն ուրախանալով չէ վերջի արդյունքի պիտի հասնենք եւ դժբախտաբար բարոն Երիշե 4 տարի է բոլոր ինտիմությունները դեռ կայլի մեջ են ունի տաղավի 9 րոպե ինչ կսեք ուսել ժողովրդին որ պետք է վերականգնի դինամիզմը այսօր կորսված է ունի 9 րոպե ժողովրդին ինչ կուզեք ասել այսօր գոչ ուղել որ վերա մշակվի այս բոլորը խնդրեմ բարամեցեք ցեզի ասպարեզը
Ոյ, նոր բան չպետք է ասեմ։ Հեն ինչ որ ասում ենք 19 թվին, այսօր էլ արդիական։ Մենք ասեմ կործանարար ընթացքի մեջ ենք։ Կործանարար ընթացքի մեջ ենք։ Մենք մեր պետությանը տեր կանգնելու պարտավորություն ունենք։ Մեր ազգի հետաքրքրություններին, իրավունքներին տեր կանգնելու պարտավորություն ունենք։ Ես պետք է ասեմ, որ այս հանրաքվեն, որ գալու է անպայման ընտրությունների հետ եւ Եվրոմիությանը միանալու կոչերի ներքո, այսինքն էլի պոպուլիզմով խաբելու են ժողովրդին։ Երբ որ մեր ազգային բոլոր խնդիրները նետված են գետին եւ ով ուզում, ոնց ուզում տրորվում է։ Հասկանում եք։ Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհում մենակ մենք ենք մեզ պետք։ Այնպես չի որ աշխարհը մեր դայակն է, մեր համար պետք է, չգիտեմ, ինչ անի զինվոր չէ, չի լինելու այդպես, չի լինելու։ Ունենք թշնամիներ, շատ կոնկրետ թշնամիներ ունենք եւ ունենք պատկերացնելի բարեկամներ։ Բայց այդ բարեկամների աջակցությունը չի ստացվում, որովհետեւ մեր իշխանությունները աշխատում են թշնամական ռեժիմում։ Այս է ամեն ինչը։ Այդպես էլ կորցրին Արցախը, որովհետև Մինսկի խմբից սկսեցին խուսանավել։ Հասկանում եք, այսինքն այս վիճակում ես ինչ կարող եմ ասել ժողովրդին։ Ժողովուրդ, չգիտեմ, մենք մեր կաշվից դուրս ենք գալիս, բայց ժողովուրդը իր համար բան անում։ Մեկը չկա, որ վստահենք։ Բայց ուլձի այլ կերպ ձևավորենք։ Սամատություն որ գալաչարկվի, ասի շատ լուրջ մարդահրավեր է։ Ասկային ժողովրդական փեվերը պատրաստ է համագործակցելու, մի խոսենք տաբուներ դրելով։ Պատրաստ է համագործակցելու Հաշտության նախագահներ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, հանրապետականներու հետ, բարոն Զալուկյանի հետ, իհարկե համագործակցում ենք Աչին հետ, ԱԻՄ-ի հետ եւ այլն, տեսնում եմ բարոն Արգատիկ Ղուկասյանի հետ համագործակցում ենք։ Այնինքն գսեմ որ Էդգար Ղազարյանը օրինակ է Մարիամ Անատեն, ասկային ժողովրդական բևերը պատրաստ է այդ բայկարով համագործակցելու մինչև վերջ Հայաստան Դաշնիկին եւ Բադիվոնի հետ, որտեղ իրենք գսեմ որ համադրության թեմ են։ Նախ պետք է հասկանալ արդյոք քանի դրվագում կարելի է համագործակցել։ Քանի դրվագում համադրության թեմ բայկարելու մեջ արշավ որ ժողովուրդը ոչ կոնկրետացի այս ամեն ինչը չէ ես ձեզ բացատրեմ հրամեցեք այնպես չի որ ժողովուրդը դուրս է գալու միայն սահմանադրության թեմայով ես ասում եմ դուրս են գալու մի քանի թեմա իրար գումարած նոր սահմանադրություն որից անպայման հանվելու են մեր Արարատ եւ այլն հրճակագիր չխոսենք այնքան դրա մասին խոսվել որ էլ չասած հա գիտեմ ես գիտեմ այո տամեք Եվրոպական ուղղություն, խաղաղության խաչմերուկ, բարի դրացիություն, երջանիկ կապրեք, առևտուր եւ այլն։ Հիմա այս ամեն ինչի մեջ ես չգիտեմ, օրինակի համար դաշնակցությունը ինչ դիրք է գրավելու։ Այսինքն մենք օրինակ Սրբազանի հետ համագործակցում ենք մի քանի հարցով, 3 հարցով։ Թույլ չտանք այդ Տավուշի գյուղերի հանձնումը մեկ, հա? Անցումային ժամանակավոր կառավարություն, հա? Եվ նոր ընտրություններ։ Այս 3 բանով մենք համագործակցել ենք։ Այսինքն մինչև մենք անցումային չունենանք, էլի նույն ձևի մենք կանգնելու ենք կոտրած դաշտակի առաջ, որովհետև այն մեդիաները, տեսեք Հենց վերցնենք Սրբազան շարժման ընթացքում մենք ունենք մի մեդիա մենք որոշ մարդկանց հրավիրեցինք մեր մեդիա զրույցի եւ այլն մարդիկ եկան ելույթ ունեցան բևերից ոչ մեկին այդքան մեդիաները չկանչեցին իրենց եթերը հասկանում եք Արոյի մեդիա բլոկադայի հարցը շատ
լուրջ թեմա է, բայց պիտի խնդրեմ, Պևերնալ շատ լուրջ սխալներ ունի նույն վարվելակետի մեջ։ Չեզի հետ կիսեմ մայգուսի, բայց մի կարծեք, որ ծեր վրա շատ լուրջ դողություններ կան անցնավես իմ գոմեալ, ադի թեմա չեզի գուսեմ Խնդրեմ, ես ուզում եմ լսեմ եւ պատասխանեմ։ Շատ սիրով բարոն Երիշե, բայց Պևերնալ գներեք, բայց ես շատ նկատած եմ եւ ասի շատ տեսած եմ Պևերին, բացենի բաց որ դուք Պևերի մեջը միայն մի քանի հոգի գերավիրեք։ Ունեք երազանքներ շատ եւ անոնց ընդհանրապես ալի չեք տա։ Ես աստիճանությունը շատ դրած եմ, ես չէ ուզեր ասիա պատրաստել։ Ուզեցի usել օֆլայն, բայց ծեր վրա կան նույն դողությունը, իհարկե ավելի փոքր բանի վրա, հրամեցեք։ Ես չգիտեմ ինչ երիտասարդների մասին եք խոսում։ Մեծան մի քանի ծրագիր ունի։ Շատ կուզեր օրինակի համար ինքը իրարի տունել Պևերի մեդիային եւ ընդհանրապես չդրվեցավ։ Ում մասին է խոսքը։ Մեր բոլոր Պևերի շարքը։ Գուրգեն Սիմոնյան եկել է։ Եկել է։ Մեզանից չի, չէ։ Չէ։ Մենք հրավիրել ենք, չէ։ Լավ է գարել, ադի ողջունեմ։ Եկավ, երևաց։ Մեր բոլոր գաղափարներն ասեց ու չգիտես ինչի ենթադրեց, որ դա Իրանից է ամեն ինչը բխում ու ուրիշ մեդիաներով սկսեց մեծամտանալ։ Այ հայկական բնավորություն։ Եվ այլն եւ այլն։ Շատ մարդ ենք մենք հրավիրել։ Ես քո հետ համաձայն չեմ։ Մենք ընտրովի չենք բանանում։ Մենք ընտրում ենք միայն գիտես ինչը։ Եթե դա ազգային է, եթե դա ճշմարտացի է, այդ մարդը տեղ ունի այդտեղ։ Մենք շատ ընդդիմադիրներ ենք։ Անդրեաս Ղուկասյանը 2-3 օր առաջ մեր հյուրը չէր։ Ողջունելի կայլ է։ Հայրիկյանը մեր հյուրը չի եղել։ Շատ ողջունելի կայլ է։ Նինա Կարապետյանցը չի եղել։ Էլի ողջունելի։ Ողջունեմ։ Էդգար Ղազարյանը մեր հյուրը չի եղել։ Շատ ճիշտ արեցիք։ Ադի շատ մեծ ողջունելի կայլ է։ Չէ։ Նայ նախքան մեղադրելը, խնդրում եմ։ Չէ, ես չմեղադրել, ես դիտողություն։ Մեր մոտ մենք դիտողություն մեղադրելը շատ ծանր։ Ով ազգային մտածելակերպ ունի, ով պատրաստակամ է պետության համար իրականում պայքար մղի, այդ մարդը մեր գլխի վրա տեղ ունի եւ գալիս են մեր մոտ։ Մենք հրավիրում ենք։ Մի մասը խուսափում է, որովհետեւ մեր դեմ աշխատումը ասեցի եւ Ռուսաստան եւ Թուրքիա եւ Ադրբեջան եւ մեր իշխանություն մեզ հմեք չեն կանչում հազարից մի անգամ եւ իսկ ժողովուրդն ասում է մեկը լինի հետևից կգնանք այդ եթե չեք տեսնում այդ մեկին կամ մյուսին կամ խումբը ոնց կարա գնաք ոնց կարա կողմնորոշվեք այս մեդիա բլոկադան կարևոր բան է 100% բացային եմ։ Մենք իրականում ասենք ես Պետրոս, իմ գնահատականն է, ես ձևեր թափող մարդ չեմ։ Չէ, բայց մեկ րոպե իրականում ազգային ժողովրդավարական ենք, մենք իրականում այդպես ենք։ Մեզ միակ բանը, որ մեղադրում են, ասում են, ինչի խորհուրդը նոր ընտրություններ չի անում, բայց խորհուրդը ընտրական մարմին չի, խորհուրդը Իմ նման մարդիկ ձեր տվել են ասել են եկեք մեր երկրի շահով շարժվենք։ Դուք էլ համամիտեք միացել եք, ինչ ընտրեք։ Ես դուրս գամ, ով գա։ Եթե գա, Եթե գա, կավելանանք, չէ, բայց գալն էլ պետքա որակ ավելացնի։ Տեսակ ավելացնի, չէ։ Բարոն Երիշե, մնաց մեկ րոպե, մեղր չեն բաժանում։ Չէ։ Մեղր չեն բաժանում։ Ներողություն։ Ասում եմ, այնտեղ մեղր չեն բաժանում։ Հասկանալի է։ Միայն բարոն Երիշե, որ ասեմ, մնաց մեկ րոպե, իմ բոլոր քաղաքական ջարս, ասալիկիս, իմ քաղաքական ջարիս խարսխված է, հիմքն է ազգային ժողովրդական Պևերի քաղաքական ջարը։ Ասի հստակ է, որտեղ ամեն հանդիսատեսները ուզեն այնձի հարցականի դակ գտնեն։ Հիմա ցեր արժեք գսեմ։ Ասալիկին խարսխված է 170-ին 80% նվազագույնը ազգային ժողովրդական Պևերի քաղաքական ջարին իր ազգային դարքախոսներուն Վրսյան Հայաստանի, որովհետեւ հանդիսատեսներ հարցական չի դան, անկամիով հայտարարեմ։ Իմ ալիկիս խարսխված է ազգային ժողովրդական Պևերի քաղաքական ջարին վրա։ Ունի դարավին 20-ական հրամեցեք։ Ապրես Ացենի պատասխանը միշտ կսեմ իմ ալիկիս քարոշությունը հիմնված է խարսխված է ազգային ժողովրդական Պևերի քաղաքարներուն եւ քաղաքական ջարի վրա հստակ ասեմ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական Պևերի YouTube-յան ալիքին